Հա, ճիշտ կարդացիք։ Սրբազան Հայաստան անունով Facebook-յան մի էջ հերթական անգամ Հայաստանում փնտրում է սատանիստների։ Եկեք միասին հասկանանք, թե ովքեր են այդ սատանիստները։ Անգամից ասեմ, որ ոչ մի սատանիստներ գոյություն չունեն։ Հիմնականում սրանք ուղղակի մետալ խմբեր են։ Արվեստի այս ճյուղը, ինչպես նաև ֆիլմերը, նկարները, իրենց մեջ պարունակում են խորհրդանիշներ, բայց այդ խորհրդանիշները պարտադիր չէ, որ լինեն կրոնի մասին։ Դրանք գոյաբանական հարցերի մասին են, կյանքի ու մահվան մասին, ու արվեստը ոչ թե դավանում է որոշ դևերի, այլ ստիպում է, որպեսզի մենք ընդլայնենք մեր աշխարհայացք ու տանք հարցեր։ Ազատորեն ստեղծագործելու հնարավորությունը բոլորիս իրավունքն է։ Այն ամրագրված է ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ, այնպես էլ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում։ Իրական ժողովրդավարական պայմաններում որևէ մեկը չի կարող որոշել, թե ինչն է արվեստի գործ, հատկապես այն մարդիկ, ովքեր մոլեռանդությունը ներկայացնում են որպես հավատք, իսկ գրաքննությունը որպես հայրենասիրություն։ Ազատ խոսքի, ազատ ստեղծագործելու սահմանները ամրագրված են օրենքով։ Դրանից դուրս ամեն ինչ գրաքննություն է։ Իսկ ես ձեզ խորհուրդ կտամ ոչ թե վախենալ երևակայական սատանաներից ու դևերից, այլ այն խմբերից, ովքեր ձեր զգացմունքների հետ խաղալով փորձում են առաջ տանել իրենց օրակարգը։